Ոչինչ, որ դու ինձ չես սիրում, իմ սերը երկուսից բավարար կլինի։ Ես հաճախ եմ հանդիպում զույգերի, որոնք հարաբերությունների սկզբնական փուլում հենց այս համոզումով են սկսել։ Զույգերից մեկը կամ չի սիրել, կամ վստահ չի եղել, որ սիրում է, բայց մյուս կողմով շատ սիրել է, պատրաստ է եղել ամեն ինչ անելու, որ հասնի իր զույգին, դա գուցե աղջիկ է եղել, որը անդադ ասել է չգիտեմ, դեռ հստակ չեմ որոշել, կամ վստահ չեմ, որ սիրում եմ, եւ մյուս կողմը մտածում է, որ ես այնքան սեր կտամ, որ դա մեզ կերջանկացնի, կամ գուցե կան մանկության որոշակի համոզումներ, տրավմատիկ ինչ-որ վիճակներ, որից անձը սկսում է մտածել, որ եթե ես լավը լինեմ, եթե ես շատ տամ, եթե ես ամեն ինչ անեմ, ինձանից չեն հեռանա, ինձ չեն թողի, ինձ կսկսեն սիրել, եւ այս նույն համոզումների հիման վրա անձը սկսում է ձևավորել հարաբերություններ։ Ինչպես է դա ընտանեկան կյանքում դրսևորվում։ Ընտանեկան կյանքում այն անձը, ով միշտ տվողն է, ի վերջո գալիս է, հասնում է մի կետի, որտեղ ինքը հյուծվում է, մաշվում է, նեղանում է, վիրավորվում է, զգում է ներքին կորուստի զգացողություն, իր անձի կորուստի զգացողությունը, զգում է, որ ել չի ուզում մնա նմանօրինակ հարաբերություններում եւ հաճախ այս դիրքորոշումով սկսած հարաբերությունները ի վերջո վատ ձևով ավարտվում են։ Ընկերներ, եթե ինձ լսում են հիմա անձիկ, ովքեր միշտ տվողի դերում են, մի պահ կանգ առեք, մի պահ փորձեք հասկանալ, ինչու եք դուք ստանձնել այս դերը, միշտ դուք սկսեք, չգիտեմ, նախաձեռնել հանդիպումները, նախաձեռնել սեռական կյանքը, միշտ դուք լինեք գրկողը, դուք լինեք համբուրողը, դուք լինեք զրույցը բացողը, հա, որտեղից է գալիս ձեր ներսում այս պահվածքը, այս վարքը, այս համոզումը, որ ես պետք է տամ, ես պետք է անեմ, ես այնքան կարող եմ տալ, որ մեզ կերջանկացնի, դա բավարար կլինի, կամ եթե ինձ լսում են մարդիկ, ովքեր ասում են, որ ես սառը մարդ եմ, ես տենց էմոցիաներս չեմ սիրում ցույց տալ, հա ինքը ուզում է թող նախաձեռնի, ես խնդիր չունեմ, բայց ես տենց չեմ սիրում էլի նախաձեռնել։ Մի պահ կանգ առեք, արդյոք ձեր նմանօրինակ այս մտածելակերպը, համոզումը ունի հնարավորություն ձեզ երջանիկ դարձնելու, ունի պոտենցիալ ձեր ընտանիքը երկարատև եւ կայուն դարձնելու, որովհետեւ մենք պետք է հասկանանք, որ սերը միակողմանի չի լինում հարաբերությունների մեջ, սիրո մեջ, զույգային այս կապի մեջ շատ կարևոր է երկկողմանի ներկայություն, երկկողմանի մասնակցություն։ Եթե միշտ մեկի ձեռքն է երկարում գրկելու, միշտ մեկն է նախաձեռնում սեռական հարաբերությունը, միշտ մեկն է նախաձեռնում, որ միասին գնան ինչ-որտեղ լավ ժամանակ անցկացնելու, միշտ մեկն է նվերներ անում, իսկապես դա բերում է հյուծման։ Մենք պետք է հասկանանք, որ եթե ուզում ենք առողջ երկարատև հարաբերություններ, պետք է ներգրաված լինենք հարաբերություններում եւ ունենանք մեր ներդրումը։ Մենք պետք է հասկանանք, որ միայն մեր սերը դեռ քիչ է, որ մեզանից չհեռանան։ Ովքեր որ այս ամենի շուրջ մտածեցին, որ իրենք ունեն հարցեր, կուզեն վերլուծել, կուզեն խոսել, ես այստեղ եմ եւ պատրաստ եմ ձեզ լսել։